Հետև մեր հայկական միջնադարյան բժշկությունը գտնվել է հունահռոմեական իսլամական բժշկության հետ սերտ կապի մեջ, կրոնական բազմազանություն, լեզվական բազմազանություն, պարզապես դրանց միավորել է գիտելիքը արաբերենով ստեղծելու գաղափարը իսլամական աշխարհում։ Բայց ամբողջ խրատի հիմքում ինչ է, ամբողջ խրատի հիմքում ընկած է այն, որ մուսուլմանը չպիտի զբաղվի բժշկությամբ։ Բարև ձեզ, այսօր Մակուշ պատմության հյուրը Հասմիկ Կիրակոսյանն էր, ով Մաշտոցյան մատենադարանի բժշկական եւ բնագիտական ձեռագրերի ուսումնասիրության խմբի ղեկավարն է, բանասիրական գիտությունների թեկնածու, եւ այսօր մենք խոսել ենք բժշկական ձեռագրերի մասին։ Մենք խոսել ենք, թե ինչ զարգացում ունեցավ բժշկագիտական միտքը Հայաստանում, ինչպես այն փոխառություններ ստանալով եւ հունական դպրոցից եւ արաբական կամ իսլամական գիտությունից, ինչպես այն հարմարեցրեց եւ ինչպես այն համապատասխանեցրեց մեր միջավայրին։ Մենք նաեւ խոսել ենք, թե ինչքան կարեւոր են այս տեքստերը, ձեռագրերի ուսումնասիրությունը նաեւ սոցիալական կապերը հասկանալու համար, միջավայրը հասկանալու համար եւ ընդհանրապես շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել։ Մարդկանց անուններ ես լսեցի, որոնց ցավոք սրտի չի տիրապետում չգիտեի, բայց մարդիկ, ովքեր իրենց միջնադարյան գիտելիքների, միջնադարյան սահմանափակ ռեսուրսերով զարգացրել են մի ամբողջ գիտաճյուղ, կարելի է ասել։ Անպայման դիտեք այս հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Հասմիկ ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Շատ ուրախ եմ, որ նորից առիթ ա եղել հանդիպելու, որտեղ նախորդ մեր հանդիպումն է շատ այսպես լավ ընդունվեց մեր դիտողների կողմից։ Իմ համար զարմանալիորեն եմ, որտեղ ինձ թվում է, որ թեման քանոր քաղաքական չի, այսպես քաղաքական սուր ներվ չունի իր մեջ, կարող է ու մի քիչ մարդիկ չնայեն, բայց մարդիկ շատ ու ես հասկացա, որ մարդիկ ի վերջո կարոտեն մաքուր գիտական product-ի, նյութի, այսինքն մի բան, որը շուտ կարող են խոսել եւ որը հենց այսօրվա հետ ուղղակիորեն կապված չի։ Ու այդ առումով նաև այսօրվա մեր խոսակցությունը, որը լինելու է մատենադարանում պահվող այդ բժշկարանների, հա, ճիշտ տերմին եմ օգտագործում բժշկական տեքստերի, բժշկական բնագրերի, բժշկական բնագրերի մասին է ու ընդհանուր հարցով, հա, սկսենք։ Նախ ինչքան են իրենք, շատ են, մենք շատ ունենք, որպեսզի կարողանանք իրեն բանանենք, ուսումնասիրենք, մատենադարանում շատ են իրենք պահվում։ Շնորհակալություն Սուրեն ջան, ես էլ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ նորից հյուրընկալել եք եւ մեր իհարկե նախորդ թեմայից սա փոքր-ինչ տարբերվում է իր բովանդակությամբ, բայց սրանք էլ բնագրեր են, որոնք գտնվում են միջմշակութային դաշտում եւ անպայման այս միջմշակութայինությունը այս բնագրերի ուսումնասիրության կարևոր կետ է, ընդհանրապես ուսումնասիրության բնագրերի պատկերը ստանալու համար եւ պետք է նշեմ, որ մատենադարանում եւ ոչ միայն մատենադարանում, այլ նաեւ գիտեք, որ մեր հայերեն ձեռագրերը պահվում են աշխարհի այլ մատենադարաններում եւս մասնավորապես Վիեննայի Մխիթարյանների ձեռագրատանը, Վենետիկում է պահվում, Երուսաղեմում է պահվում, նաեւ Փարիզի ազգային գրադարանում միանշանակ Զմարում է պահվում եւ բոլոր այդ ձեռագրերը, եթե ընդհանուր քանակը ասենք այդ ձեռագրերի, բայց նորից ես ասում եմ, սա մոտավորապես 1500 բժշկական բովանդակությամբ ձեռագրեր ունենք, սա մոտավոր, որը կարող է, ես կարծում եմ, ոչ թե պակասելու, այլ ավելանալու միտումով։ Այո, բավականին լուրջ թիվ է եւ ոչ միայն թիվն է լուրջ, այլ նաեւ նրանց գրիչների բազմազանությունն է բավականին լուրջ, աշխարհագրությունն է լուրջ, որը նույնպես շատ կարեւոր է հասկանալու համար, թե բժշկական գիտելիքը, մասնավորապես հայկական հայերեն, այսպես ասեմ, բժշկագիտական միտքը, ինչպես է շարժվել, ինչպիսի տեղաշարժ է ունեցել, ինչպիսի աշխարհագրություն է ունեցել եւ ինչ փոփոխությունների, խմբագրությունների, մեկնությունների է ենթարկվել։ Ես ուզում եմ մի փոքր այսպես ներածական հատվածով ներկայացնել, դա շատ կարևոր է, որովհետեւ տեսեք դուք շեշտադրեցիք թիվը ձեռագրերի։ Իրականում այո, եւ թվի այսպես ծավալը եւ դրա այդ ձեռագրերը ուսումնասիրելու պատմությունը բավականին հարուստ է։ Ես պետք է ասեմ, որ թվում է թե անհայտ երևույթ է, բայց ոչ։ Դեռևս 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբից, թե հատկապես վենետիկցիները, մխիթարյանները, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, զբաղվել են այս ձեռագրերի ուսումնասիրությամբ։ Եվ մենք ունենք շատ հայտնի եւ գիտնականներ, որոնք
զբաղվել են բնագրերի հայթայթմամբ, դրանց ուսումնասիրությամբ, դրանց ցուցակագրմամբ եւ այլն, որը մինչեւ այսօր շարունակվում է։ Սա շատ կարեւոր հարց է ընդհանրապես ցանկացած թեմայի ուսումնասիրության համար գտնել դրա ուսումնասիրման պատմությունը, ճիշտ։ Եվ այստեղ պետք է շեշտադրեմ մի քանի անուններ, մասնավորապես Կարապետ Բասմաջյան, որը հսկայածավալ աշխատանք է կատարել այս ուղղությամբ, կամ Վահրամ Թորգոմյան, մի անձնավորություն, որի գործունեությունը եւ ընդհանրապես որի մասին ուսումնասիրությունները դեռ պետք է շարունակվեն իր անձի վերաբերյալ, որովհետեւ այստեղ ուզում եմ շեշտադրել, որ Վահրամ Թորգոմյանը նաեւ եղել է Աբդուլմաջիդ II-ի անձնական բժիշկը մոտավորապես 20 տարի, եւ սա ինչու եմ շեշտադրում, որովհետև իմ հետագա խոսքի մեջ ես ուզում եմ անդրադառնալ ընդհանրապես այս միջկրոնական խնդրին նաև, որովհետև մեր հայկական միջնադարյան բժշկությունը գտնվել է հունահռոմեական, իսլամական բժշկության հետ սերտ կապի մեջ եւ ինչպես է դիտարկվել այս միջկրոնական հարաբերությունները եւ ընդհանրապես հայ բժիշկը այս միջկրոնական համատեքստում նույնպես շատ հետաքրքիր է եւ քանի որ առաջինը շեշտադրեցի Թորգոմյանին, հետագայում խոսենք այս մասին նաեւ մեր զրույցի շարունակության մեջ, հայ բժիշկը ինչպես է այդ իսլամական միջավայրում ընկալվել եւ ինչպես է ընդունվել, որը շատ կարեւոր խնդիր է։ Եվ իհարկե այդ ուսումնասիրությունները շարունակվել են 50-ական, 60-ական թվականներին, անունները բավականին շատ են եւ ուզում եմ մեր ժամանակակիցներին նաեւ անդրադառնալ եւ ինձ համար անշնորհակալ կլինի, որ եթե ես այստեղ չնշեմ հենց Ստելա Վարդանյանի անունը, որը մեծ ավանդ ունի ծրագրերի ուսումնասիրման, բնագրերի ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Դոնարա Կարապետյանը, որ այժմ Մատենադարանի մեր ավագ գործընկերն է եւ շատ ակտիվ շարունակում է իր գործունեությունը, եւ Ամիր Դովլաթյան տեքստերի հրաշալի գիտակ է եւ շարունակում է այս աշխատանքները։ Եւ այս ամենով հանդերձ, այս հարուստ ուսումնասիրման պատմություն ունենալով հանդերձ, մեր բժշկարանները դեռևս ուսումնասիրման եւ այսպես հանրահռչակման եւ յուրահատուկ կողմերը վերհանելու դեռ խնդիր ունեն։ Դա կարող է վերաբերվել եւ բժշկական գիտելիքի պատմությանը եւ մյուս կողմերին։ Իսկ որոնք են այդ մյուս կողմերը։ Դա այն սոցիալական պատմության տեսակետից, այսինքն մենք ծրագրերը ոչ միայն պետք է դիտարկենք բժշկական գիտելիք պարունակող, մենք դրանց դիտարկում ենք պատմական համատեքստում, մենք դրանց դիտարկում ենք մշակութային կրոնական հաղորդակցության տեսակետից շատ կարևոր է դրա լեզվական կողմի բացահայտումը եւ դրանց ուսումնասիրումը։ Այո, բառապաշարը երևի դուք այդ մատչելի գրականության մեջ էլ կտեսնեք, որ խոսվում է բառապաշարի այդ բազմազանության մասին, արաբապարսկական, թուրքական բառապաշարի մասին, որոնք իսկապես ուսումնասիրման կարիք ունեն եւ բժշկական տերմինոլոգիայի պատմության տեսակետից շատ հետաքրքիր են, որովհետեւ այդ կապերը, այդ շփումները եւ ընդհանրապես բժշկական գիտելիքի յուրահատկությունը, դրա յուրահատկությունը ամենաառաջին հերթին իմ կարծիքով կապված է դրա նաև պահպանողականության հետ։ Այս գիտելիքը փոքրինչ պահպանողական է։ Ինչու՞, որովհետև որևէ գիտելիք մերժելու կամ որևէ այլ տերմին օգտագործելու համար դրա համար անհրաժեշտ են հիմնավոր փորձեր, հիմնավոր գիտելիքներ եւ դա անելու համար անհրաժեշտ է շատ այսպես ասած եւ գիտելիքային պաշար եւ փորձառություն եւ այլն, որը մեր գրիչները սովորաբար աշխատել են շատ չփոխել եւ այդ փոփոխման պատմությունն էլ մի այլ նշանակություն ունի։ Ասելիքս այն էր, որ մեր ծրագրերը բացի բժշկական գիտելիքից, որ շատ կարևոր է եւ ուսումնասիրման իր յուրահատկությունները ունեն մեկ այլ խնդիր, դա բանասիրական վերլուծությունն է, դա պատմական կոնտեքստում այլ մշակույթների հետ հաղորդակցության եւ ընդհանրապես հետաքրքիր ավանդույթի փոխանցման գործիքներ են եղել, որոնք ուսումնասիրման դրանք շատ դեպքում ոչ պակաս ու նույնիսկ երևի ավելի կարևոր են։ Ես չեմ ուզում իհարկե չեմ ուզում այսինքն ասեմ ասնեմ այդ ամեն ինչը, բայց ամենայն հավանականությամբ բժշկական գիտելիքը, որը այն ժամանակ էր, այսօրվա բժշկությունը շատ դեպքերում չի կիսում։ Եվ այդ առումով
գիտության տեսակետից իրենք միգուցե այդքան բժշկագիտության արժեք չունեն, ինչքան որ իրոք սոցիալական պատմության, առօրյա պատմության հասկանալու համար թե ինչպես են մարդիկ ապրել եւ ինչպես են իրենք տեսել եւ պատկերացրել աշխարհը, էլի այդ առումով։ Այո, միանշանակ ես ձեզ հետ համաձայն եմ։ Իհարկե, գործառնական այսօրվա գործառնության առումով դրանք ավանդական բժշկության, այլընտրանքային բժշկության համար շատ կարևոր էական նշանակություն ունեցող գիտելիք են պարունակում, որոնք նույնիսկ այսօր զբաղվում են, մենք ունենք դեղատոմսեր, որոնք այսօր օգտագործվում են տարբեր բնակավարներում, վերականգնում են լաբորատոր փորձարկման արդյունքում դրանք դնում են գործածության մեջ, որը շատ կարևոր է, հատկապես նորից եմ ասում, այլընտրանքային բժշկության բնակավարում, եւ մենք չպետք է նսեմացնենք այս հարցը, բայց նաեւ մյուս կողմից, այո, ինչպես դուք նշեցիք, նաեւ այդ սոցիալական պատմության առօրյա կյանքի պատմության հետ կապված բավականին հետաքրքիր տեղեկություններ են պարունակում։ Բնականաբար նստեմացման մասի խոսք չկար լինել, մանավանդ որ ես կուզենայի եւս մեկ անգամ շատ նշել ձեր գիտական ազնվությունը եւ նաեւ բոլորին կոչ անեմ հենց դրան հետեւել, որտեղ մեր մոտ օրինակ որոշ երևի նոր սկսնակ գիտնականների մոտ, հա, այդ մտայնությունը կա, որ իրենք առաջինն են անում, իրենցից առաջ ոչ ոք այդ միտքը չի ունեցել կամ հակառակը երբ որ հանդիպում են մեկի մոտ դաշտ են նշված, շատ տխրում են, բայց իրականում ես ուզում եմ որ նաև եւս մի անգամ շեշտադրենք, որ ի վերջո գիտելիքը դա, գիտությունը դա այն որ ասում են հսկաների ուսերին կանգնելով ենք մենք առաջ գնում։ Եթե չլինեին մեզանից առաջ են մարդիկ ովքեր այդքան գործ են արի եւ նյութ են տվել մեզ ուսումնասիրելու, մենք պետք է զրոյից սկսեինք, իսկ դա իհարկե ոչ այդքան արդյունավետ կլներ։ Այդ առումով մարդկանց անունները, որ դուք նշեցիք, շատ կարեւոր էր, որ մենք իրենց բոլորին հիշենք ու շնորհակալություն հայտնենք։ Եվ դա շատ քիչ, այսպես ասած, ցանկից շատ քիչ անուններ էին, իրականում դրանք բավականին շատ են։ Եթե գանք ժանրային, հա, այսպես ասած առանձնահատկություններից ինչ են իրենք մեծ մասամբ դեղագործական նյութեր են, այսինքն իրանք փորձում են ճուր դեղերի նկարագրություն տան, թե ախտաբանությունը փորձում են հիվանդություններ նկարագրեն։ Ուզում եմ հասկանալ ինչա դա էլի։ Ուրեմն այսպես ասեմ, բժշկական մեր բնագրերը իհարկե ժանրերի մասին ես կուզեի մի փոքր ավելի ուշ խոսել, որովհետև սա շատ կապված է իսլամական բժշկության հետ եւ եթե դա թույլ կտակ Սուրեն, դա թողնենք մի փոքր ուշ այդ մասին խոսենք ինչու, որովհետև ես նախ ուզում եմ նկարագրել ընդհանրապես մեր բժշկական բնագրերի, բժշկական մտքի աղբյուրներին անդրադառնալ, թե ինչպես է ձևավորվել այդ բժշկական միտքը, որը շատ կարևոր է եւ հետո անդրադառնանք ժանրերին, որը նորից շատ կարևոր ու շատ հետաքրքիր երևույթներ կան դրանց մեջ եւ պետք է ասեմ, որ մեր բժշկագիտության, ընդհանրապես բժշկական գիտելիքի հիմքում ընկած է հունահռոմեական կամ հունալեզու բժշկությունը, որը գիտենք համաշխարհային նշանակություն ունեցող բժշկություն է եղել, անտիկ բժշկությունը եւ իհարկե ընկած է իսլամական բժշկությունը եւ իհարկե նաեւ մեր ժողովրդական, բանահյուսական, տրադիցիոն, տեղական հավատալիքների վրա հիմնված բժշկությունը, որը բավականին տարածված է եղել եւ օգտագործվել է մեր ծրագրերում։ Ուրեմն բայց մի շատ կարեւոր էլի հանգամանք ունենք։ Հունահռոմեական բժշկությունը հայկական բժշկության մեջ կարող ենք նշել երկու ուղղություն։ Մեկը միջնորդավորվածն է, մյուսը ուղղակի։ Ուղղակին մի փոքր շատ դժվար ավելի ապացուցելի է, որովհետև ելնելով մեր բժշկապետների թողած տեղեկություններից մենք վերականգնում ենք, որ հունահռոմեական բժշկության մասին գրելիս նրանք հիմնվել են իսլամական բժշկության մեջ եղած նրանց տեղեկությունների վրա։ Այսինքն, երբ որ քաղել են այդ տեղեկությունները հունահռոմեական բժշկության մասին, քաղել են իսլամական բժշկության Այո, միան դուք ճիշտ եք։ Արաբերենից թարգմանված ուրեմն գրականությունից եւ դա մեզ հուշում են ամենաառաջին հերթին հենց միայն անունները հեղինակների, որոնց անվան մասնավորապես, որպեսզի ավելի ցայտուն լինի, օրինակ Հիպոկրատը, որ բժշկության հիմնադիրն է հունական բժշկության այդ, այսպես ասած, գիգանտը ասել։ Հայտնի Հիպոկրատի երթումը մեր ծրագրերում մնացել է Բագարատ անունով, որովհետև դա գալիս է արաբականացված ձևն է եւ օգտագործում են Բագարատ ձևը, չեն օգտագործում Հիպոկրատ։ Սա խոսում է նաեւ նրա մասին, որ այո, այս անունների մեծ փունջ կա հենց հռոմեական այդ մեր հեղինակների, որոնք մեր ծրագրերում մնացել են արաբականացված ձևով։ Նույն տերմինները բժշկական
երբ որ մենք հետ ենք գնում, տեսնում ենք, որ սրանք հունական տերմիններ են իրականում, բայց մնացել է դրանց արաբականացված տարբերակը եւ ոչ թե բուն հունական տարբերակը, ինչպես կհնչեր հայերենում, եթե վերցնենք անմիջապես հունարենից։ Սրանք շատ կարևոր կրվաններ են խոսելու այն մասին, որ այդ հունահռոմեական այսպես ասած գիտությունը, գիտելիքը ներմուծվել է հայկական բժշկական միտք միջնորդավորված իսլամականի միջոցով եւ քանի որ անդադ իսլամական եմ ասում մի կարող է ոչ կանոնակարգված լինի խոսքս, բայց ուզում եմ ասել, ինչ եմ ասում, ինչ նկատի ունեմ, երբ որ ասում եմ իսլամական բժշկություն, այ դուք նշեցիք արաբական, ես ասեցի իսլամական։ Խնդիրը այստեղ պարզապես անվան տարբերությունն է, իրականում բնույթը, բովանդակությունը նույնն է։ Մենք ունենք մի արաբական, արաբագիր, արաբալեզու աշխատությունների փունջ բժշկական, որոնք ստեղծվել են իսլամական աշխարհում, բայց դրանք չեն ստեղծվել արաբների կողմից։ Դրանք ստեղծվել են մուսուլման եւ ոչ մուսուլման հեղինակների կողմից եւ բնականաբար որոնք տարբեր լեզվակիրներ են եղել, բայց խնդիրն ինչ է, գիտության լեզուն եղել է արաբերեն եւ տեքստերը նրանք թարգմանել են արաբերեն։ Եվ բնականաբար իսլամական, երբ որ ասում ենք, որևէ կապ չենք տեսնում կրոնի հետ։ Իսլամական աշխարհում ստեղծված գրականությունն է արաբերենով։ Պարզապես հիմա հատկապես արևմտյան գրականության մեջ ընդունված է դա անվանել իսլամական։ Ինչու՞ ոչ թե կրոնը նկատի ունենալով կրկնում եմ, այլ նա իսլամական աշխարհը, որովհետև դրան մասնակցել են ոչ թե կարող էր, այլ մասնակցում էին ասորիները, մեծ մասամբ դրան մասնակցում էին պարսիկները, այսինքն դրան մասնակցում էին արաբները եւ հրեաները շատ մեծ թիվ են կազմել բժշկության բնագավառում եւ ինչ է ստացվում, որ կրոնական բազմազանություն, լեզվական բազմազանություն պարզապես դրանց միավորել է գիտելիքը արաբերենով ստեղծելու գաղափարը իսլամական աշխարհում եւ այդ պատճառով այսօր արևմտյան գիտության մեջ հատկապես ընդունված է իսլամական տերմինը, դրա համար ես օգտագործում եմ իսլամական բժշկություն, որպեսզի չանդրադառնամ դրա մեջ, ասենք օրինակ, որ Իբն Ռազին եղել է պարսիկ կամ Իբն Սինան եղել է պարսիկ եւ կամ այս մյուս հեղինակը եղել է հրեա եւ այլն։ Սա միավորում եմ դրա մեջ։ Եվ անդրադառնալով նորից հունահռոմեական կամ հունալեզու բժշկական մտքի ներթափանցմանը հայկական բժշկական գիտելիք, հայկական բժշկական գիտություն, այսպես ասեմ, տեղի է ունեցել առաջին հերթին միջնորդավորված հենց այդ արաբական բժշկական աշխատությունների միջոցով, բայց ես կարծում եմ մենք նաև այստեղ կարող ենք ունենալ նաև ոչ միջնորդավորված ուղիղ ներթափանցում եւ այդ ուղիղ ներթափանցումը ունի նաև իր այսպես ասած հիմնավոր պատճառները այդ մասին խոսելու առաջին հերթին դրանք տեքստերն են, որոնք աշխատություններն են, որոնք հենց հունարենից ուղակի թարգմանվել են հայերեն եւ մնացել են, ասենք օրինակ մենք այստեղ կարող ենք նշել Նեմեսիոս Եմեսիացու բժշկագիտական գիրքը կամ Գրիգորիս Նյուսացու բարդակազմությանը վերաբերող երկը, որոնց հայերեն թարգմանությունները մնացել են, բայց թարգմանությունները մնալը դեռ չի, այսպես ասած, պետք է դեռ հիմնավորենք, թե դրանք արտացոլվել են արդյոք ուղղակիորեն տեքստերի մեջ բժշկական, թե ոչ, բայց մի ավելի նորից մեկ այլ ավելի չասեմ, այլ մեկ այլ կրվանել ունենք, դա Գալենի բարգիրքն է, հենց այդպես էլ կոչվում է Գաղյանոսի բարգիրքը, Գալենի բարգիրքը։ Գալենը հռոմեացի հայտնի բժիշկ է, որը տողատակ եմ էլի տալիս։ Որին պիտի անդրադառնանք, որովհետև ամբողջ գալենյան բժշկության վրա է հիմնված արաբական բժշկությունը կարելի ասել։ Եւ այդ Գալենի բարգիրքը ես հայկական միջավայրի համար եմ ուզում ասել, որ մնացել է եւ Գրեպինն է հրատարակել Բալենի բարգիրքի, այսպես ասենք, քննական բնագիր, ասենք, նրա այդ աշխատությունը եւ ենթադրվում է, որ բարգիրքը սկսել է կազմվել դեռ 6-րդ դարում։ Իհարկե հետո համալրվել է արաբական տերմիններով, ինքը հայերեն տառերով գրված հունարեն Գալենի աշխատության բառերի ցանկի հայերեն բացատրությունն է, որ հետո համալրվել է նաև արաբական տերմիններով, ենթադրվում է, որ ավելի ուշ շրջանում, որովհետև առաջին ձեռագրերն է, որ մնացել են էլի ավելի ուշ շրջան 13-14-րդ դար, բայց շատ կարևոր նշանակություն է ունեցել այս բարգիրքը ընդհանրապես մեր մատենագրության մեջ ներողություն, որովհետև համարյա մենք ունենք, այսպես ասած, մեր ձեռագրերում բառարանների ժողովածուներ։ Այդ բառարանների ժողովածուներում անպայման ընդգրկվել է նաև Գալենի բարգիրքը։
Այսինքն, եթե կազմվել է մի ժողովածու եւ մի շարք բառարաներ համակարգվել են այդ ժողովածուում, որպեսզի կատարեն իրենց բառարանային գործառույթը, ապա հարկ են համարել, որ անպայման Գալենի բարգիրքն էլ անպայման դրա մեջ զետեղվի, ինչպես հետաքրքիր է սա էլի տեղատակով թող լինի բառարանը Վարդան գրոցի բառարանը, որ Եղիշեի Վարդանանց պատերազմի երկի վերաբերվող պարսկերեն, այսպես ասեմ, հայերեն փոքր մի բառարան է, որը անընդհատ տեսնում ենք այդ ժողովածուներում անընդհատ ընդգրկվել է։ Նույնը Գալենի բարգիրքը։ Եվ ըստ ամենայնի, եթե նույնիսկ մենք երկ չունենք, որ կարող ենք ասել, որ ասենք հունահռոմեականի ազդեցության տակ մնացել է եւ գրվել է, ապա այս դեպքում այս բառարանը խոսում է այն մասին, որ ունեցել ենք անհրաժեշտություն, որ այդ հունարեն բառերը թարգմանենք հայերեն եւ հասկանանք։ Գուցե դա եղել է պրակտիկ բժիշկների համար, պարտադիր չի այն բժիշկների, որոնք աշխատություններ են թողել, տեքստեր են թողել, որտեղ մենք ունենք հսկայական բույլ անունների, ասենք Ամիր Դովլաթի մոտ կամ Հերացու մոտ, որոնք որտեղ հայ բժիշկների անուններ, բայց մենք դրանցից աշխատություններ չունենք, բայց նրանք եղել են բժիշկներ, նրանք աշխատել են եւ օգտվել են ուրեմն հունահռոմեական այդ բժշկական տեքստերից եւ անհրաժեշտություն է եղել հունարեն բառերը ճիշտ հասկանալ հայերեն։ Հա, դժգիր է։ Բանը իսկ մենք այդ հունական դպրոցի ուզում եմ հասկանամ մենք ուղղակի թարգմանություններ որ նշեցիր որ մենք նաև ունենք ուղղակի թարգմանություններ, չէ՞։ Իրանք հունաբանների կողմից են, այսինքն բառացի թարգմանություններ, թե դա ուղղակի այդպես ազատ շարադրանք է նաև ներմուծելով տեղի գիտելիքը։ Ամեն հունաբան դպրոցի թարգմանությունների հետ կապված մենք մի շատ լավ գիտնական ունենք, Տիկին Գոհար Մուրադյանը, որ ինքը աշխատում է այս ուղղությամբ, եւ թերևս ես պետք է հիշեմ նրա աշխատանքից այդ տեղեկությունները, հատկապես մեր այս տեքստերը, որ ես ասացի, նրանց աշխատանքի հետ կապված, տեքստերի լեզվի հետ կապված, որ նրանց լեզուն շատ ավելի պարզանում է։ Ի տարբերություն այն խրթին, այսպես ասած, ոչին, որ մենք գիտենք, թարգմանություններ են եղել, այս երկերի լեզուն շատ ավելի պարզանում է եւ իդեպ ասեմ, ունենք դրանց քննական բնագրերը Մատենադարանում տպագրված, հրատարակված այս տեքստերի, իսկ բժշկական տեսակետից, բժշկական տեքստերի տեսակետից, որպեսզի այսպես ասած, հունական դպրոցի ազդեցությունը եզրափակեմ, պիտի ասեմ, որ ավելի շատ միջնորդավորված, ուրեմն, այսպես ասած, ներթափանցումն է հայկական բնագրերի մեջ ինչի միջոցով իսլամական բժշկության միջոցով, իսլամական բժշկական տեքստերի միջոցով եւ այս վերջերս պարզապես շատ ավելի որպեսի մեր խոսքը ավելի հետաքրքիր լինի, այսպես ասած ձգողական ուժ ունենա 14-րդ դարի նաեւ 13-րդ դարի ծրագրերից մեկում հանդիպեցի մեր Բագարատա Փիրոսագիրը կամ պրոգնոստիկան հետաքրքիր էր եւ ինչու հիշեցի սա պարզապես ուզում եմ ասել որ նույնիսկ քունական բժշկության մասին մեր ծրագրերը պահպանել են հետաքրքիր տեղեկություններ որ գուցե հնարավոր է չգտնենք մեկ այլ ծրագրի մեջ կամ մեկ այլ աշխատության մեջ եւ օրինակ այս Բագարատա Փիրոսագիրը որ պահպանվել է այդ մեր ծրագրերում նաեւ ուղեկցվում է մի հետաքրքիր ավանդությամբ որ որ Հիպոկրատը երբ մահացել է ուրեմն թագավորը եկել է նրան այցելելու տեսնելու այսպես ասած արդեն մահացած նրա դիակը եւ տեսել է որ ձեռքում ունի մի թուղթ որը պահում է այսպես փակ վիճակում եւ բացել են եւ տեսել են որ դա պրոգնոստիկոն է բայց ինչ է այդ տեքստը մի քանի հոդվածներից ամեն դեպքում 14-րդ դարի այս ծրագրում որ ես նայեցի 24 բառահոդվածից է կազմված ինքը փոքր աշխատանք է բայց որտեղ Հիպոկրատը ասում է թե մարդու դեմքին մարմնին նայելիս ինչ այսպես նշաններից կարող ենք ասել թե նա երբ է մահանալու ասենք եթե հիվանդ է ինչ գույնը կամ չգիտեմ նրա աչքերի շարժը ջերմությունը տենդը եւ այլն ասենք գրել է այս հիվանդը կմահանա 3 օրից այս հիվանդը կմահանա 1 ամսից եւ այլն այսինքն քանի որ մահվան գուցե հնարավոր է մահվան հետ կապված մի աշխատանք է այսպեսի մի նաեւ ավանդություն է ստեղծվել եւ հայկական ծրագրերում էլ մեր կա պահպանված Եվ ուզում եմ ասել, որ հետագայում բացի Հիպոկրատից արդեն այդ հունահռոմեական բժշկության հետ կապված, որ շատ կարևոր դեր է ունեցել, դա Գալենն է։
Գալենը մի հեղինակ է եղել, որը նաև մեկնել է Հիպոկրատի աշխատությունները եւ մենք ունենք իսլամական բժիշկներից մեկից Իբն Նաֆիսը մի շատ մեծ աշխատություն է թողել, որտեղ հերթով ցուցակագրել է նույնիսկ Գալենի աշխատությունները եւ ըստ նրա ցուցակագրության 129 աշխատություն է գրել Գալենը։ Դրա համար Գալենը, եթե չթվարկենք էլ մնացած մյուս հեղինակներին, շատ էական նշանակություն է ունեցել իսլամական բժշկության համար։ Եվ գիտեք, այսօր ես արդեն հանդիպում եմ նաև հատկապես արևմտյան գիտնականների կողմից ուսումնասիրությունների, որոնք ուզում են ցույց տալ Գալենի դերի եւ իսլամական գիտական մտքի այսպես հարաբերակցությունը, որ այնքան էլ չի այն մտայնությունը ճիշտ, որ Գալենի այդ աշխատությունները շատ էական դեր են ունեցել իսլամական բժշկության ստեղծման եւ զարգացման վրա, մինչդեռ մինչ այս գոնե եղած տեղեկությունները մեզ թույլ են տալիս ասելու, որ այո, այդ իսլամական բժշկությունը հիմնված է եղել հունահռոմեական, մասնավորապես հենց գալենյան այդ ուրեմն աշխատասիրությունների վրա, որոնք թարգմանվել են արաբերեն։ Իսկ ինչպես են թարգմանվել այդ ոնց որ ես շատ եմ խոսում Չէ, շատ լավ է, շատ լավ է։ Իսլամական բժշկություն, որպեսզի չկորցնենք կապը եւ կարողանանք ճիշտ ներկայացնել նաեւ հասկանալու համար, այսպես ասած, այդ աղբյուրագիտական ծագումը եւ իրենց հորիզոն ճառագայթները, ինչպես ասում ենք, եւ ինչ է տեղի ունեցել 9-րդ դարում 8-ի վերջերից 9-րդ դարում իսլամական մեր աշխարհում, ասենք ասենք արաբական խալիֆայության պայմաններում սկսվել է մի շարժում, որը հայտնի թարգմանական շարժում անունով։ Այդ թարգմանական շարժումը հենց ստեղծել է այդ գիտելիքը, բայց շատ կարևոր մի հանգամանք կա, առաջին հերթին այն, որ թարգմանական շարժումը հովանավորել են աբասյանները։ Աբասյանները շատ մեծ դեր են ունեցել, որպեսզի այդ բժշկական եւ ոչ միայն բժշկական, բայց տվյալ դեպքում մենք խոսում ենք բժշկական գիտելիքի մասին, թարգմանվի արաբերեն, այսինքն նպաստել են գիտության զարգացմանը։ Եվ մի շատ կարևոր հատկանիշել ունեին նրանք աբասյանների մոտ, մտայնություն կար իրանական, կայսերական, սասանյան կայսերական մտքի շարունակության եւ որպեսի, քանի որ արդեն նշեցի սասանյանների մասին եւ իրանականի մասին, որ ինձ շատ հոգեհարազատ է, ես չեմ կարող չխոսել մի քանի բառով չներկայացնել, իսկ ինչ էր այդ սասանյան բժշկությունը, որ ներթափանցեց իսլամականի մեջ։ Ես մտորատակ տամ հաշտել գտած 750 թվականին, չէ՞, աբասյանները փոխարինում են Օմայաններին արաբական խալիֆայության մեջ եւ մենք տեսնում ենք, որ եթե Օմայանների շրջանում հիմնականում գերիշխող խաղը չասեմ մաքուր, բայց հիմնականում գերիշխող արաբական էր, աբասյանների ժամանակ ամբողջ այդ վարչական ադմինիստրատիվ համակարգը անցավ պարսկական տարի ձեռքը։ Չգիտեմ, ճիշտ եմ, գիտելիքներս բավարարում է այդ կան մասը նկարագրելու եւ ասենք մենք արդեն ունենք մի նոր տիպի խալիֆայություն, որ ավելի կոսմոպոլիտ էր, ավելի շատ ներառական էր, այլ ազգիներին էր ներառում եւ այս պայմաններում էր սա ստեղծում։ Ես ուղղակի կոնտեքստ տվի էլի։ Շատ ճիշտ կոնտեքստ տվեցիք, թե ինչու աբասյանները նախ կապված էին այդ Սասանյան իրանական անցյալի հետ եւ ինչու ստեղծվեց այս գրականություն, այսինքն ոնց ստեղծեցին այն դաշտը, որ զարգանար արաբալեզու գիտությունը, այսպես ասենք։ Իսկ Սասանյանների բժշկության մասին, որովհետեւ երևի դրա մասին շատ քիչ է խոսվել, քիչ չեն տեղեկությունները։ Ամեն դեպքում, եթե ասենք թե ինչպես է ստեղծվել այդ Սասանյանների շրջանի բժշկագիտությունը, դա առաջին հերթին երևի 3 աղբյուր նշեմ։ Առաջինը դրանք նեստորականներն էին, որոնք տեղափոխվել են Սասանյան իշխանության ներքո ապրելու եւ գիտենք, որ Սասանյանները նեստորականների նկատմամբ ունեին հովանավորելու մտայնություն։ Երկրորդը դա զրադաշտական տեքստերում մնացած կոնցեպտներն էին, ընդհանրապես բժշկության մասին, մաքրության մասին, հիգիենայի մասին, շատ հետաքրքիր բաներ կան, դա առանձին խոսակցության թեմա է, եւ երրորդը իհարկե թարգմանություններն են, որոնք հիմք էին կազմում
Եվ մի քանի տեքստեր, որոնք մնացել են։ Ընդհանրապես պահլավերեն ամենահին տեքստը ցավալիորեն, որ մնացել է, վերաբերվում է, այսինքն ձեռագիրը, որ ունենք 13-րդ դարին, ոչ շուտ։ Բայց ասենք բժշկական բովանդակության երկու տեքստ ունենք, որոնք պահպանվել են, դրանք գրվել են իհարկե 9-րդ դարում, բայց պահլավերեն են գրվել, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն արտացոլում Սասանյան շրջանի այդ բժշկագիտական, իրանական բժշկական միտքը, բայց այստեղ նույնիսկ պիտի առաջանցնելով ասեմ, որ նորից մենք տեսնում ենք այս իրանականի հիմքում, ելի տեսնում ենք Հիպոկրատյան հիմնական տեսությունները, իսկ դրա ամենահիմնական տեսությունը դա գիտենք հեղանյութերի տեսությունն էր, որ մարդու մարմինը կազմված է այսպես 4 հեղանյութերից, այդ արյունը, մաղձը, դեղին եւ մի րոպե լորձը, դեղին եւ սև մաղձերը եւ դրանց համամասնությունից է կախված մարդու առողջությունը։ Եթե դրա այդ համամասնությունը խախտվում է, ապա մարդու մոտ առաջանում են հիվանդություններ, այս տեսությունը իհարկե կապվում է նաեւ 4 սկզբնատարերի հետ եւ այլն բավականին հետաքրքիր տեսություն է, որը հետո լրացվել է, խմբագրվել է, նաեւ Գալենն է այդտեղ միջամտություն ունեցել։ Միջայլոց ասեմ այդ 4 սկզբնատարերի տարերը մենք տեսնում ենք նաեւ գրականության մեջ, իրանական գրականության մեջ Շահնամեի մեջ եւ այլն, որպեսզի չշեղվենք այս հարցից, պիտի ասեմ, որ այս 4 հեղանյութերի տեսությունը նորից Հիպոկրատյան մենք տեսնում ենք նաեւ իրանական բժշկության մեջ։ Եվ երկու գիրք նշեմ, որ հստակ որպես տեքստ մնացել է, առաջին երկուսն էլ 9-րդ դարին են գրված, դա Դենկարտն է։ Դենկարտը նշանակում է կրոնական կանոններ, այսպես։ Եվ Դենկարտի ուրեմն Դենկարտից մնացել է 9 գիրք, որի 3-րդ գրքի առաջին մասը վերաբերվում է բժշկությանը։ Երկրորդ գիրքը դա կոչվում է, այսպես ասեմ, Զացպրամի ընտրանին կամ Վիզիդիգիհայի Զացպրամ, ինքը Զացպրամ հոգևորական բժիշկ էր եւ նույնպես թողել է հատկապես կազմախոսության մասին հետաքրքիր, մարդակազմության մասին տեղեկություններ եւ այլն, բայց երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ էլի Հիպոկրատյան հեղանյութերի տեսությունը դրա հիմքում է ընկած։ Այսինքն սա Սասանյան բժշկագիտական միտքն էր, որը նույնպես Աբասյանները օգտվեցին դրանից, վերցրեցին եւ սա էլ ուրեմն ներգրավվեց, այսպես ասենք, իսլամական բժշկության ստեղծման մեջ։ Եվ այդ թարգմանական շարժումը երբ որ սկսվեց, շատ մի կարևոր հանգամանք, որ էլի պիտի, եթե հիշում եք, խոսեցինք Թորգոմյանի որպես բժիշկ, նրա էլիտար բժիշկ, այսպես պետք է ասենք, այսինքն մարդ, որը բժշկել է ավելի բարձր խավի ուրեմն մարդկանց, շատ կարևոր է այստեղ մի հատ կապ պետք է ասեմ։ Դա վերաբերվում է նրան, որ այդ թարգմանական շարժման մեջ ներգրավված էին քրիստոնյաները։ Այսինքն, եթե ավելի պարզ ասեմ, քրիստոնյաների կողմից ստեղծված կամ հունահռոմեական, այսպես ասեմ, ստեղծված ավելի շուտ գիտելիքը թարգմանվեց միջոցով թարգմանվեց քրիստոնյաների միջոցով։ Այսինքն քրիստոնյաների ներգրավվածությունը բժշկական գիտելիքի մեջ հսկայական էր եւ դրա համար բժշկական գիտելիքը կապվում էր քրիստոնյաների հետ։ Մասնավորապես Աբասյան Ալ-Մանսուր խալիֆը, երկրորդ խալիֆը, այդ երբ որ հրաման տվեց, այսպես ասած, կամ կարգադրեց, այսպես ասենք, կամ հովանավորեց, ավելի ճիշտ բառով, այդ թարգմանական շարժումը, դա Ջիբիլ իբն Բուխթուշուն էր եւ Ալ-Բիթլիղի հեղինակները, որոնք ներգրավվեցին այդ առաջիններից էին, որ ներգրավվեցին, ու մի այսպես փոքրիկ հետաքրքիր նյուանս էլ ասեմ, դա վերաբերվում էր մեր այս Բուխթիշուներին, իհարկե քրիստոնյաներեն այ հիմա այս խնդիրը ամեն դեպքում արևմտյան չէ իհարկե շատ լավ է որ հարցային առաջանում արևմտյան գրականության մեջ նեստորականներ են նրանց նշում անպայման քրիստոնյաներ են եղել նեստորականներ են եղել բայց այ էթնիկ պատկանելության այսինքն ազգային ինչպիսի պատկանելություն են ունեցել իրենք շատ ավելի հակված են ասորի դասելու բայց այս բուխտիշուների մասին որի ընդհանրապես 12 անդամներ ընդհանրապես տոհմով ընտանիքով են դարձել խալիֆների անձնական բժիշկները գունդի շապուրում դարձել են հիվանդանոցի այսպես ղեկավար եւ այլն ունեցել են էլիտար դիրք
համ ռուսական ամեն դեպքում գրականության մեջ մենք ունենք, որ համարում են հայեր։ Բժշկական էնցիկլոպեդիան ռուսերենով դուք այնտեղ կտեսնեք, որ Բուղթիշուներին համարում են հայ նեստորականներ, որոնք այդ կարևոր գործը, այսինքն արաբերենի թարգմանությունը կատարել են։ Ես չեմ ուզում շատ այսպես պնդել այդ հարցը, քանի որ դրա համար ամեն դեպքում աղբյուրագիտական տեղյակներ են պետք։ Ես խոսում եմ արևմտյան գրականության մեջ եղած տերմինների մասին, որ օգտագործվում են բուղթիշուների մասին, եւ ռուսական։ Ամեն դեպքում ռուսական գրականության մեջ նշում են հայ լինելու մասին, եւ ընդ որում ասեմ, որ սա այնպիսի մի հարց է, որ պետք է ուսումնասիրության մեր տիրույթում պահենք, եւ եթե հնարավոր է գտնել աղբյուրներ, որոնց միջոցով մենք կարողանանք ապացուցել, որ հայ են, շատ ավելի լավ կլինի եւ այնքանով որ մենք կունենանք կարևոր դիտարկումներ այս հարցի շուրջ եւ այս շարժման մեջ քրիստոնյաների ներգրավմամբ ստեղծված մեր արաբալեզու գրականությունը նորից անուններ կարող եմ այնտեղ նշել Իբն Մասավան եւ Հունայն Իբն Իսհաղը Սա մի էլի շատ կարևոր դեմք է Հունայն Իբն Իսհաղը, հետո իր որդին, թորը, իմիջայլոց Հունայն Իբն Իսհաղը դարձել է Իսհաղ Իբն Հունայն, նրա որդին, որ նորից այ որդին արդեն նրա, այսինքն անունների տեղափոխություն են ամեն տեղ ունեցել, որ նորից զբաղվել է այս բժշկական ձեռագրերի, բժշկական աշխատությունների արաբերեն թարգմանությամբ, եւ ասեմ, որ դրանցից շատերը նաեւ թարգմանում են սկզբում ասորերեն հետո են թարգմանվում արաբերեն այսինքն այս դեպի արաբերեն մուտքն էլ ունենք միջնորդավորված մի ուղղություն որ ասորերեն հետո արաբերեն կամ նույն ուղղակիորեն հենց արաբերեն այսինքն կարող ենք այստեղ էլ թարգմանությունների երկու ճանապարհ նշել եւ ինչպես ես ասեցի նաեւ մեր շատ կարեւոր են եղել հрьяաները Իհարկե հрьяաները մի քիչ ավելի շրջան են գալի այսօր գալիս են այոբիդների շրջանում են նրանց կարևոր դեմքերից օրինակ նշեմ Մուսա Իբն Մայմունը ինչու եմ իրեն նշում որովհետև եւ Իբն Ջիզլա ունենք որոնց մասը որովհետև ինքը օրինակ մեր Ամիդովլատ Ամասյացին գիտենք 15-րդ դարի հայտնի մեր բժշկագետը ինչ է արել բժշկապետը իր ախրապատինը այսինքն դեղագիտական բառարանը գրելիս նշել է մեր հենց Իբն Մայմունին եւ նոր խոսեցիր ակադեմիական բարեխղճության մասին, ասեմ մեր գիտնականները, մեր բժշկագետները, մեր բժիշկ գիտնականները ժամանակի միջնադարին շատ այդ ակադեմիական բարեխղճությունը պահպանել են։ Այսինքն մանրամասն նշել է, որ ինքը օգտվել է Իբն Մայմունի գործից, բայց Իբն Մայմունը թարգմանել է Գալենի բժշկության մեթոդը։ Այսինքն տեսեք, այս խնդիրը հենց այդպես էլ գալիս է, որ Իբն Մայմունը թարգմանել է Գալենի գործը, մեր հեղինակը վերցրել է Իբն Մայմունից եւ ինքը այսպես բարեխղճությամբ նշել է այդ մասին։ Հենց այստեղից ենք մենք հասկանում, որ մեր բժիշկները օգտվել են իսլամականից, բայց միջնորդավորված ձևով եւ շատ կարեւոր է այստեղ այդ ընդհանրապես Իբն Մայմունը, Մովսես Իբն արմենիական գրականության մեջ իրենց անվանում են Մայմոնիդներ, հա, եւ այդ այո Իբն Մայմունը մեր այսպես ըստ մեր Ամիդովլաթի գերության եմ ես ասում բավականին մեծ գիտնական է եղել, փիլիսոփա է եղել, նաև աստվածաբան է եղել եւ այլն, բայց նաև զբաղվել է բժշկությամբ ու մի հետաքրքիր բան եմ ուզում այստեղ ես հիշել, որ էլի Ամիդովլաթի ուսումն բժշկության աշխատանքում եմ ես հանդիպել, ինչպես ասեցի Տիկին Դոնարա Կարապետյանը զբաղվում է Ամիդովլաթ տեքստերով եւ այնտեղ բերված է այսպես գլխուղեղի եւ տեսողական նյարդերի պատկեր, մի դիագրամ։ Եվ այդ դիագրամը շատ հետաքրքիր է, երբ որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ դիագրամը մենք գտնում ենք նորից Գալենի գործերի մեջ։ Այսինքն Գալենից եկել է Ալ-Հալաբին արդեն 13-րդ դարում ակնաբուժ է եղել արաբ հայտնի, ինքը օգտագործել է եւ շատ ավելի մանրամասն այդ դիագրամը օգտագործել է եւ հետագայում
Ես կարծում եմ դրանք էլի կան ձեռագրերում եւ այլն, բայց հետո նաեւ տեսնում այդ նույն դիագրամը մեր Ամիրդովլատ Ամասյացու մոտ։ Նույնիսկ այդ դիագրամի պատմության միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես է վերադառնում Գալենյան բժշկությանը, արաբականը նրա եւ մերը այսպես արաբականի միջոցով դեպի Գալենյան հունահռոմեական կամ հունալեզու, այսպես ասենք, բժշկություն։ Սա շատ հետաքրքիր է ու ձեր թույլտվությամբ Սուրեն ջան, որպեսզի շարունակեմ այդ քրիստոնյա մուսուլմանական բանը, որ ինձ շատ հետաքրքրում է այս հարցում, որովհետև անընդհատ ուսումնասիրությունների ընթացքում տեսնում եմ, որ ինչ է ստացվում, որ անընդհատ այդ քրիստոնյա բժիշկների էլիտար դիրքը բժշկության մեջ անդադ երևում է։ Հա, ու ես ուղղակի ընդհատեմ մի փոքր, որ իրոք մի քիչ տարօրինակ է, էլի, որովհետև կրոնի տեսանկյունից պետք է որ այդպես չլիներ, որովհետև իրենք այն ամենայնիվ անհավատ էին, հանդուրժվող իհարկե խումբ էին, այնպես չի որ այսպես բացարձակապես մերժված խումբ էին, բայց միաժամանակ իսլամական այսպես դոգմատիկայով, հա, պետք է որ բառացիորեն նույնիսկ հասանելիությունը սուլտանի կամ խալիֆայի մարմնին ունենար ուղղահավատ մուսուլմանը, չէ, ասենք տրամաբանորեն, բայց մենք տեսնում ենք, որ հակառակն է լինում եւ այդ ամբողջ ես էլ շատ չեմ կարդացել, բայց միշտ հանդիպել եմ ասորական բժիշկներ, հրեական բժիշկներ, ամբողջ միջնադարյան այդ բաների տեքստերի մեջ մենք հանդիպում ենք ու իրոք հարց է առաջանում ինչու հենց այս մարդկանց է տրված այդ հնարավորությունը եւ միթե դա չէր հանդիպում հակասության մեջ չէր մտնում իրենց աշխարհընկալման հետ։ Այո, դուք ճիշտ եք ասում, հենց այդ նույն, այսպես ասած, խնդիրը ինձ նույնպես հետաքրքրեց այս տեքստերը նայելիս, անունները թերթելիս եւ այլն, եւ իրոք թերևս եկավ եւ հասավ նրան, որ իսլամական բժշկության հիմքում, այսինքն թարգմանիչները հունալեզու այդ, որը նույնպես հունականը ասոցացվում է քրիստոնեականի հետ, պետք է ինչ է եղել տեղի ունեցել բաների քրիստոնյաների միջոցով։ Այսինքն քրիստոնյաները ունեցել են բժշկություն ստեղծելու, բժշկությամբ զբաղվելու, այսպես, յուրահատուկ դեր, եւ դա քանի որ դա կապված է եղել առողջության հետ, թերևս սուլթանը կամ խալիֆը անպայման մտածել առաջին հերթին իր կյանքի մասին, ոչ թե քրիստոնյաների մասին, հնարավոր է որ սրանով է պայմանավորված այդ քրիստոնյաների դերը իսլամական բժշկության մեջ եւ գործնական բժիշկների ներգրավումը։ Շատ հետաքրքիր մի բան ձեզ ասեմ, Նադիր շահը նույնպես ունեցել է մի շատ լավ հայ բժիշկ Հակոբ հիմա Հերմեթյան Հակոբ Հերմեթյան Նադիր շահի բժիշկներից մեկն է եղել անձնական, նրա մասին, որդու մասին, որ նույնպես բժիշկ է եղել, կան կենսագրական տվյալներ եւ այլն, բայց մատենադարանում մենք ունենք պարսկական ծրագրերում, պարսկերեն ծրագրերում մենք ունենք մի նամակ պահպանվել է Նադիր շահի նամակն է։ Նադիր շահը այդ նամակում շնորհակալություն է հայտնում մեր Հակոբ բժշկին իր ծառայությունների համար, նրան բնութագրում է ամենագեղեցիկ ու բազմազան, այսպես ասած, էպիտետներով եւ նույնիսկ նրան շնորհում է Միրզայի տիտղոս, ինչը նշանակում էր, որ դա շատ ինտելեկտուալ մարդ էր համարվում եւ Միրզան նույնիսկ կարող է լինել թագավորական ընտանիքի անդամ, այսինքն յուրահատուկ դեր է շնորհում մեր Հակոբ Հերմեթյանին որպես բժիշկ։ Երբ որ շարունակում ենք մենք այս բանը, իհարկե չմոռանանք Ամիրդովլատ Ամասյացուն, որը Մեհմեդ II-ի պալատական բժիշկն էր եւ ավագ վիրաբույժը, շատ մեծ դեր է ունեցել Ամիրդովլատ Ամասյացին եւ նրա հայերեն, միջին հայերենով գրված այս աշխատությունները, որ մեզ են հասել, այն աստիճանին են կարևորվել, որ նույնիսկ պալատում մի անգամ կարծեմ մենք իրար հետ խոսում ենք այս մասին, դասագիր կա, ձեռագիր պահպանված, որ արաբերեն տառերով սովորում էին հայերեն։ Այդքան մեծ ուրեմն դեր էր ունեցել Ամիրդովլատ Ամասյացին Մեհմեդի պալատում եւ իհարկե շարունակելով այս շարքը, լավ, հայ բժիշկները իսլամական միջավայրում։ Այսա շատ հետաքրքիր է։ Մենք ունենք ուրեմն Ստեփան Շահրիմանյանը, որը մի շատ հայտնի ուրեմն նորից մեր հայտնի գիտնական բժիշկներից եւ բացի գիտնական բժշկից նաեւ
վաճառական բժշկությամբ զբաղվող հեղինակ է եղել եւ թողել է տնկաբանություն մի մեծ ահռելի աշխատանք, որը շուտով տպագրվելու է Մատենադարանում, առաջին հատորը տպագրվել է, երկրորդ հատորն էլ պետք է տպագրվի Ստելա Վարդանյանի աշխատասիրությամբ, եւ այս հեղինակը նույնպես որպես բժիշկ Վրաց Գյորգի թագավորի 18-րդ դարեսարդին Վրաց Գյորգի թագավորի այսպես հորդորով բուժել է Շիրվանի Մուստաֆա խանին, բուժել է Գանձակի Ջավադ խանին, նույնիսկ Երևանի խանի որդուն է ուրեմն բուժել, այսինքն գործ է ունեցել էլի բարձրաստիճան մուսուլմանների հետ եւ այստեղ կամ մի այլ հեղինակի էլ ես հիշեմ Պողոս Շաշինյան, որը նորից եղել է արդեն Աբդուլհամիդ առաջինի բժիշկը եւ ամբողջ կյանքում եղել է, այսպես ասած, այդ սուլթաններին մոտ կանգնած բժիշկ, շատ հետաքրքիր է եւ եւս մի հանգամանք, որ տեսեք քրիստոնյա մուսուլման աշխարհի հետ կապված ուզում եմ ես շեշտադրել, ուրեմն այլ Քայլուբի հեղինակ կա 13-րդ դարի Կահիրեում է ապրել եւ ստեղծագործել, մի հետաքրքիր աշխատություն ունի, որին ես այս վերջերս հանդիպեցի եւ որի մասին նաեւ կա ուսումնասիրություն, խրատական գործ է, բայց ամբողջ խրատի հիմքում ինչ է, ամբողջ խրատի հիմքում ընկած է այն, որ մուսուլմանը չպիտի զբաղվի բժշկությամբ։ Իհարկե նա անդրադարձել է ոչ թե էլիտար բժիշկներին, այսինքն այն բժիշկներին, որոնք գործ ունեն սուլթանների եւ խալիֆների եւ այլնի հետ, այլ անդրադարձել է պարզապես սովորական բժիշկներին։ Ու ինչու հիմնավորումները, որպեսզի շատ չասեմ, թվարկելով ասեմ, շատ հետաքրքիր է։ Առաջիններից մեկը պիտի ասեմ, որ կանանց խնդրին է անդրադարձել։ Երևի կպատկերացնեք ինչու, որովհետև ընտանիքում հիվանդությունները հոգ տանելու, խնամելու դերում եղել են կանայք, եւ նրանք ունեցել են իրենց պատկերացումներ, թե տվյալ հիվանդությունը ինչպես պիտի բուժեն, եւ բնականաբար նրանց դեմ պայքարը այս հեղինակը համարել է ամենադժվարը, նույնիսկ այնտեղ ունի նկարագրություններ, որ կանայք ֆիզիկական, այսպես ասած, կտանքներ են ենթարկել այդ բժշկին, որը համարձակվել է հակասել իրենց արդեն իմացած համանդական պատկերացումներ։ Մեկը համարել եմ դա, երկրորդը համարել է, որ դա հարիշ չէ մուսուլմանին որպես քաղաքակիրթ մարդ, ինչու, որովհետև բժիշկը գործ ունի ոչ մաքուր երևույթների հետ, եւ եթե մուսուլմանը չի պիտի շփվի այս երևույթների հետ, եւ բնականաբար, երբ որ դու պետք է շփվում ես այդ հիվանդ մարդկանց հետ, լինելով նրանց հիվանդության տարբեր դրսևորումներից, դուք նաեւ որպես մուսուլման կրոնապես, այսպես ասեմ, մաքուր չեք, ձեր ծիսակարգային մաքրությունը չեք պահում, եւ բնականաբար դա մուսուլմանի գործ չէ։ Այնտեղ շատ հետաքրքիր, շատ բազմազան, մանր բացատրություններ կան, որոնք խրատական գիրք է իբրև, բայց ամբողջ բովանդակությունը դա է, որ ինչու պիտի մուսուլմանը չզբաղվի բժշկությամբ։ Սա շատ հետաքրքիր մի երևույթ է, որ խոսում է նորից էլի պետք է դիտարկենք այս քրիստոնյա մուսուլման հարաբերությունների մեջ, իհարկե պետք է նաև ժամանակագրական առումով մենք դա անպայման ուշադիր լինենք, ինչպես է զարգացել եւ ինչ բաներ կա, այսինքն հետաքրքիր դաշտ է դեռ ուսումնասիրության եւ նոր երևույթների վերհանման։ Բայց պաստորեն եկի հասել է մինչեւ 20-րդ դար, էլի, եթե Աբդուլհամիդի դեպքն ենք նշում, այո, այսինքն այո, հայ բժիշկները իրավունք են ունեցել, այսպես ասած, այդ էլիտար մասային եւ Իբն Խալդունն է ասել այդ մասին, մուսուլմանները գիտեն, որ բժշկությունը մուսուլմաններին չէ, դա ոչ մուսուլմանական է, հենց այդպես էլ շեշտադրել է, այնպես որ սա մի շատ հետաքրքիր բժշկագիտական թեմաներին առնչվող հետաքրքիր նուրբ թեմա է, որ կարելի է ավելի մանրամասն եւ իմ ուսումնասիրությունների ընթացքում հիմա ես դրան շատ անդրադառնում եմ, հուսով եմ դեռ ավելի մանրամասն, ավելի կոնկրետ դեպքերով դեռ կխոսենք։ Հա, մենք անոնսեցինք, որ ժանրերի մասին ենք խոսել։ Ճիշտ եք ասում, վերադառնանք այդ ժանրին։ Հա, ուզում եմ հասկանամ, նախ ինչի մասին էր, մի քիչ առաջ ասացի, ուզում եմ պատկերացնեմ, դրանք մաքուր բժշկական, բժշկագիտական տեքստեր են, թե դա նաև այդպես փիլիսոփայական, խրատական բաներ մեջը կա, էլի։ Չէ, առաջին հերթին դրանք հենց բժշկական տեքստեր են, որոնք վերաբերվում են կլինիկային, որոնք վերաբերվում են ախտաբանությանը, այսպես ասեմ, թե ընդհանրապես պատճառագիտությանը, վերաբերում են նույնիսկ առանձին հենց կոնկրետ
հիվանդություններին վերաբերող գրքեր, աշխատություններ, ասենք աչքերի ակնաբուժությանը վերաբերվող, առանձին մեր ջերմաց մխիթարությունը, որ վերաբերվում է տենդերին եւ այլն։ Այսինքն դրանք զուտ մխիթար հերացու գիրքն է դա, այո, մխիթար հերացու ջերմաց մխիթարությունն է, այո, եւ դրանք զուտ բժշկագիտական տեքստեր են, այն որ ավելի բնախոսական են, այն որ փիլիսոփայական են, ավելի փիլիսոփայական տարերով, դրանց մասին մենք չենք խոսում, մենք խոսում ենք զուտ բժշկական թեմայի մասին, որը ավելի շատ հայկական աշխատությունները հիմնականում բնութագրվում են ավելի շատ որպես կիրառական, գործնական բժշկություն, ոչ տեսական, բայց մենք նաև ունենք տեսական աշխատություններ եւ այդ գործնականի հետ մեկտեղ մենք կարող ենք հատկապես քանի որ Ամիր Դովլատ Ամասյացի ունենք նա նույնպես տեսական բժշկական տեսաբան է նաև որպես այդպեսին, նրա այդ գործերի հղումները արդեն իսկ օգտագործումը բերում է նրան, որ մենք ունենք այդտեղ նաև տեսական, բայց հիմնականում եղել է գործնական եւ մեր հայկական բժշկագիտության մեջ դուք նոր ուզում եք հատկապես այդ հարցին անդրադառնանք ախրապատինների խնդիրը ինքը ախրապատին բառը հունարեն բառ է որը գալիս է գրաֆիդիոն բառից նշանակում է դեղագիրք կամ դեղագիր այսպես դրա արաբական ձևը Ղարաբադին ձևով է օգտագործվել մեր արաբական ուրեմն գրականության մեջ եւ հայերենում ախրապատին է ասվում ախրապատինը դա դեղանյութերի կամ ինչպես նաեւ էլի արաբականից գալիս է ասում են մուրաքաբաթ այսինքն բարդ դեղանյութերի բառարան է դեղաբառարան է որտեղ ասենք դեղանյութը նշված է եւ նշված է դրա պատրաստման եղանակ այդ դեղանյութին ինչ պիտի խառնել, ինչպես պիտի կախառնել, մի դեպքում պիտի ծեծել, մի դեպքում պետք է աղալ, մի դեպքում մարացնել, որ նյութերը, որ բույսերը հիմնականում պետք է դրանց այդ դեղանյութերի պատրաստման համար օգտագործել եւ ուրեմն նաեւ հիվանդությունը թե որի համար կլինի եւ հետաքրքիր է որ անպայման հատկապես հայկական դեպքում անպայման գրած է Աստված կօգնի դեղատոմսի վերջում այս դեղագիտարանը նույնպես ախրապատինները այսպես ասեմ բարդ եւ ունենք պարս դեղաբառարաններ որտեղ պարզապես խոսվում է դեղերի այդ բույսերի մասին, այն նյութերի մասին, որոնք օգտագործվում են արդեն դեղանյութերը պատրաստելու համար, այսինքն դեղամիջոցներն են դեղանյութերը նրանք պարզ դեղաբառարանն է որտեղ որը նույնպես շատ տարածված է եղել հայկական ուրեմն մեր բժշկական աշխատություններում բացի դրանից մեր հայկական բժշկության բժշկագիտական ծրագրերում մենք շատ հանդիպում ենք պարզապես ախտաբանական եւ դեղաբանական բառարանների սա գալիս է նրանից որ մեր բառապաշարը որը որ վկայված է դեղաբառարաններում անհրաժեշտ է եղել բացատրել նույն այդ հունարեն, արաբերեն, պարսկերեն եւ այլն եւ պարզապես հենց դեղաբառարաններ են որ դրվում է տվյալ բառը իմիջիալոց ասեմ պարտադիր չի մեկ լեզվով դա կարող է լինել հունարեն արաբերեն, պարսկերեն, նույնիսկ թուրքերեն, լատիներեն, հայերեն, բայց հիմնականում հինգալեզվան կամ եռալեզվյան բառարաններ են եղել, որոնք նաև կցվել են նյութ բաներին, այսպես այդ աշխատություններին։ Ուզում եմ ասել, որ այդ ուղղակի դեղաբառարանների կամ ախտաբանական բառերի բացատրությունների բառարանները շատ հատուկ են մեր հայկական միջավայրին։ Նաև ուզում եմ հասկանամ հասցեատերը ինքը զուտ մասնագիտական բժիշկների համար էր գրվում է տեքստը բառարանները, թե ինքը կարող էր ավելի լայն կիրառություն ունենալ։ Սովորական մարդը վերցներ, փորձեր դրա հիման վրա ինչ որ։ Գիտեք, մեր բժշկական ծրագրերում այսպես կարմիր գծի նման գնում է, որ եւ հատկապես դա 19-րդ դարից ավելի շատ հանրային բժշկություն երևույթը առաջացավ, այսինքն սովորական բժշկություն, բոլորին հասանելի բժշկություն, որովհետեւ հատկապես 19-րդ դարում հասկացան, որ մարդիկ զբաղված են ինքնաբուժությամբ եւ ինչ որ մտածում են անում են եւ սկսեցին գրքեր տպագրվել հատկապես հենց այդ թեմայով որ սա բոլորին հասանելի գրականություն է եւ ընդհանրապես մեր բժշկական այսպես ծրագրերում մենք հանդիպում ենք անընդհատ այդպիսի այդ արտահայտություններին այդ նշումներին որ դրանով ոչ միայն կարող են զբաղվել մարդիկ որոնք որ գումար չունեն գնալու բժիշկ կանչելու եւ այլն այո ինչու՞ չէ կարող են օգտվել նաեւ այդ ծրագրերից նաեւ բացատրվում է երբեմն նրանով որ մեր ծրագրերը դրա համար են գրվել միջին հայերենով այսինքն ժամանակի հասկանալի լեզվով եւ ոչ թե գրաբարով որտեղ մեր բոլոր մխիթար հերացուց սկսած մեր ծրագրերը տեսնում ենք որ աշխատությունները գրված են միջին հայերենով եւ դրան այդ հանգամանքներից մեկը որ ավելի լայն լսարանի համար է եղել եւ հենց լեզվական այս
երևույթն է, որ ժողովրդական, ինչպես ասում են, ռամկորեն լեզվով է գրված, սա նույնպես մի ցուցիչ է, որ լսարանը կարող էր այո շատ մեծ լինել, ավելի լայն լինել, սրանք եւ բնականաբար մի այսպես լսարան էլ կար, այսպես ասենք, թիրախային լսարան էլ կար այստեղ եւ ինչից եմ ես դա եզրակացնում, որ մենք որ ունենք ծրագրերի գրիչներ, որոնք վանականներ են, եկեղեցիականներ են։ Սա մի գիտելիք է, ես սկզբում երևի պիտի ասեի, որ աշխարհիկ գիտելիք է, բժշկական գիտելիքը։ Թերևս այն երևի եզակիներից, որ եկեղեցին դրա մեջ շատ էական դերակատարություն չի ունեցել, բայց մեր եկեղեցիականները մենք տեսնում ենք էլի որ Տեր Հովհաննեսը, Տեր Միքայելը, ասենք օրինակ Գանձակում, որը որ արտագրել է, ասենք ավետարան, հա, ընդօրինակել է ավետարան, նաև ընդօրինակել է բժշկարան։ Մենք ունեցել ենք նաև, այսպես ասած, եկեղեցիական բժշկություն, սա էլ մի այլ խնդիր է, որովհետև մեր քահանաները պետք է զբաղվեին նաև հենց եկեղեցու քահանաների բուժմամբ եւ նաեւ քանի որ մենք ունենք այդտեղ բորոտանոցների, հիվանդանոցների խնդիրը, որոնք ստեղծվել են եկեղեցիներից, մեր քահանաները նորից պիտի զբաղվեին դրանով, բայց արդեն նրանք ընդօրինակում էին, այսինքն նրանց մասնակցությունը այս գիտելիքի ստեղծման մեջ, այդ ընդօրինակման եւ կիրառման բնագավառում էր, ոչ թե ստեղծման, այսինքն այստեղ բխում եկեղեցին ոնց որ ավելի շատ կիրառող էր, այլ դրա քան ստեղծողը, սա ավելի տարածող էլի, եւ տարածող իհարկե, այո, եւ տարածող, բայց այստեղ պետք է շեշտադրենք, որ ստեղծող ինքը որպես էպսին աշխարհիկ գիտելիք էր, ստեղծվում էր աշխարհիկ շատ դաշկիր բանը, որ մարդիկ հասկացել են, որ այստեղ պետք է Միքայել հետ անեն եւ վստահեն պրոֆեսիոնալներին, հա, այսօրվա լեզվով ենք խոսում իհարկե, որ մտածել են, որ կրոնով իրենց հավատքով, բայց այդ մարդուն չպետք է արգելեն պրոֆեսիոնալ բաներ ասել, որոնցից իրենց խելքը չի ասնում, էլի, եւ դա շատ գնահատելի հատկանիշ է, էլի, շատ։ Միանշանակ, իրենք կարող էին այդ օրինակությունների ընթացքում ինչ-որ հավելումներ անել, փոխված դեղատոմսեր իմանալ, ավելացնել եւ այլն, բայց ասենք գերադասել են արտագրել, ասենք օրինակ Ամիրդովլատ Ամասյացու բժշկարանը առաջնորդվել դրանով, քան գրել սեփական, ուրեմն իրենք գրեն այդ բժշկարանը, որը շատ կարեւոր հանգամանք է։ Եվ շատ հետաքրքիր բան է, որ փաստորեն էլի ոնց որ ամփոփում այս հատվածը ասած, որ փաստացի այդ բժշկարանները կամ այդ բժշկական տեքստերը իրենք հասանելի են եղել հասարակության տարբեր շերտերին եւ հենց այդ նման նկատառումով էլ գրվել են, որտեղ գրվել են հասանելի լեզվով, հասկանալի լեզվով եւ նաեւ մենք այդտեղ տեսնում ենք, չէ, երևի այդ ես եզրակացություն եմ անում, չգիտեմ ճիշտ է սխալ, պրոֆեսիոնալ բժշկության եւ ժողովրդական բժշկության մի տեսակ համագործակցության հետ գործ ունենք։ Ժողովրդական բժշկությունը ես հիմա դրան որպեսզի որ անդրադառնամ բավականին ինքը էլի լայն հետաքրքիր թեմա է, որ այդ մեր հեքիմարանները, որոնք հենց ժողովրդական բժշկությունն է, ժողովրդական բժշկության ծրագրեր բազմաթիվ են, որ մենք մեզ հասել են, եւ դրանք էականորեն տարբերվում են այն ծրագրերից, այն աշխատություններից, որոնց մասին ես խոսում եմ, այսինքն էլիտար բժիշկների, այսինքն կիրթ բժշկական բժշկգիտնականների գրված, այսպես ասեմ, ծրագրերից դա այն ժանրային մյուս առանձնահատկությունն է, որ արաբականում կոչվում էր խավաս գրականություն, այստեղ կոչվում է մեր ժողովրդական հեքիմարաններն են, որտեղ մոգական կամախթարքներն են, որտեղ մոգական միջոցներով, աղոթքների միջոցով բուժումներ են արել եւ այլն։ Մենք այստեղ երկու տարբեր խնդիրներ պիտի առանձնացնենք։ Սա ուսումնասիրության այլ թեմայի հեքիմարանները որպես ժողովրդական բժշկության բժշկությունն արտացոլող աշխատություններ եւ այնտեղ եւ հետաքրքիր եւ նույնիսկ շատ զարմանալի բաներ կգտնեք, թե ինչպես կարելի է այդ բուժումներ իրականացնել կամ ինչպես կարելի է ինչ աղոթքներով կամ ինչ ձևերով, ինչից կարելի է ինչ եզրակացնել եւ ինչ բուժել, շատ հետաքրքիր բաներ կան հատկապես տղամարդու եւ կնոջ հարաբերությունների հետ կապված նույնիսկ այդ աստիճան մանր եւ դրանք առանձին բաներ են, որոնք դրանք չկան արդեն մեր բժշկապետների ծրագրերում, աշխատություններում եւ այս երկուսը պետք է տարանջատենք, հենց դրա մասին է խոսքը ժանրերի, այդ հեքիմարանները, ժողովրդական բժշկությունը, որոնց մեջ մտնում են հեքիմարանները, աղթարքները եւ այլն,
իսկ եւ մյուս մեր աշխատություններից, որոնք հանրագիտարանային բնույթի են, էլի ժանր է, որ տարածված է եղել։ Ես չեմ ուզում ասել վերցրել ենք, որովհետեւ դա ժանր է եղել, որ ժամանակի գիտությանն է հատուկ եղել։ Եվ բնականաբար Ամիդովլատ Ամասյացին եւ գրել է պարտադիր չի, որ նա ազդվեր պարզապես ժամանակի գիտության տենդենսներին հետևելով նաև օգտագործել է այդ ժանրը։ Բայց մի ժանր կա, որ ուզում եմ խոսել այդ մասին, եւ մեր հայ հեղինակները չգիտես ինչու այդ ժանրից շատ բժշկական բնագավառում, այսպես ասեմ, չեն օգտվել, դա չափածոն է։ Շատ հետաքրքիր է, որ օրինակ Իբն Սինան, որ եղել է մեր բժշկապետների կարևոր այսպես բաներից հատված արվելյան Ավիցեննան է, այո, Իբն Սինան կամ Ավիցեննան չեն օգտագործել այն ժանրը, որ Իբն Սինան զարգացրել է, դա ուրջուզաներ են կոչվում, շատ հետաքրքիր մի չափածո գրականություն է, վերաբերվում է բժշկությանը։ Չափածո գրված է բժշկական գիտելիք վերել է չափածոյի, այսպես ասեմ, դա մարդակազմության, հիվանդությունների եւ այլնի մասին է խոսում։ Այդ ժանրը մենք լայնորեն չենք վերցրել, բայց այդ ժանրը գիտեք ինչ հիմնական նպատակը որն է եղել ժանրի ստեղծման, կրթի ուսուցումը։ Դրանց միջոցով կրթել են ընդհանրապես չափածոն հիշել մտաբերելու համար։ Դուք ճիշտ եք, այո։ Միջնադարյան իրականության մեջ չափածոն կրթական ձեռնարկների, ուսումնական ձեռնարկների հիմնական ժանրերից մեկն է եղել։ Դա կլինի լեզվի ուսուցում, դա կլինի, ինչպես տեսնում ենք, բժշկություն, բայց մեր հեղինակները չգիտես ինչու դա շատ չեն վերցրել։ Մենք ունենք Հովասապ Սեբաստացի 16-րդ դարում հեղինակ, որը գրել է այդպիսի կաֆաներ, էլի սահմանափակ թվով է Հովասապ Սեբաստացու այդ կաֆաները, որը էլի ունեցել է բժշկական նշանակություն, բայց մենք մի հետաքրքիր բան ունենք, որ անպայման ուզում եմ այս մասին խոսել, որը այս աշխատանք այդ երևույթի մասին հուսով եմ շուտով նաև իմ հոդվածը կտպագրվի մեր ծրագրերում 17-րդ դարի ծրագրեր են ես հանդիպեցի մի այսպիսի չափածոյի, որը վերաբերում է խոզին Եվ դա շատ ինձ գրավեց, որովհետև գիտենք, որ դա չէր կարող ունենալ իսլամական ծագում, որովհետև ես իսլամական ու ասպես ասեմ արաբերեն պարսկերեն մի աշխատություն կա, որտեղ 13-րդ դարի որտեղ կա խոզի մասին մի փոքրիկ չի, բայց խոզին անդրադարձ կա, այսինքն եւ ճանաչողական իմաստով եւ ինչեր կարելի է խոզի քանով է օգտակար եւ այլն, բայց մենք ունենք Ամիդովլատ Ամասյացու անգետած ամպետում շատ լավ անդրադարձն ընդհանրապես խոզին եւ խոզի այսինքն զոոտերապիայի մեջ մտել է նաև խոզը Զոոտերապիան շատ տարածված է եղել հայկական աշխատությունների մեջ եւ Ամիդովլատ Ամասյացին անդրադառնում է խոզին Եվ տեսնում ենք, որ 17-րդ դարի մեր այդ ծրագրերում, ընդ որում եւ բժշկագիտական ծրագրերում եւ տաղարաններում, այսինքն պոետիկ բանաստեղծությունների, այսպես ասեմ, ժողովածում մենք հանդիպում ենք մի չափածո նվիրված խոզին, 12 տուն ունեցող, այսպես մի չափածո ստեղծագործություն, որտեղ սկսում են նրանից, որ դա լավ կերակուր է քրիստոնյաների համար որ դրանով բուժում են 20 հիվանդություններ, որ դրա մասը շարունակում է, որ ոսկորը օգտագործում են թուղթը հղկելու համար, քանի որ թուղթը պետք է հղկվեր, որ օգտագործվեր գրելու համար եւ այլն, եւ այսպես 20 հիվանդությունները համարյա ինչպես պետք է բուժել, խոզի մարմնի որ մասը պետք է ինչպես ինչի հետ խառնել, աղալ, օգտագործել այս հիվանդության այնտեղ նույնիսկ ձիու հիվանդության մասին կա, ոչխարի հիվանդության մասին կա, որ ինչպես պետք է օգտագործել եւ բուժել այդ հիվանդությունները։ Իսկ մյուս կետը, որ հիմա նույնիսկ պիտի անդրադառնա մեր այն քրիստոնյա մուսուլման խնդիրներին, մի տող կա մեջը եւ թուրքը այս ամենից զրկված է։ Եվ թուրքը այս ամենից զրկված է եւ այստեղ եւ հաջորդիվ աշխատության մեր ծրագրի մեջ, երբ որ ավարտվում է այդ չափածոն, գրված է, որ սա պատասխան է տաճիկներին։ Իրականում եւ բժշկական ծրագրում է այն ընդգրկված եւ այսպես տաղերի ժողովածուի մեջ է ընդգրկված։ Սա խոսում է ինչի մասին։ Մի երևույթ կար, սա խոսում է 17-րդ դարում կար քրիստոնյա մուսուլմանական վիճաբանությունների խնդիրը։ Եվ հատկապես այդ քրիստոնյա մուսուլմանական վիճաբանությունները բացի կրոնական կոնտեքստից ընդգրկված էր նաեւ առօրյա կյանքի մեջ, չէ՞։
ես կարծում եմ դա ինչև հիմա կա ակտուալ է, որ քրիստոնյաները ինչով պիտի ինչ են անում, այսինքն առօրյական կյանքում օգտագործելու եւ մուսուլմանները եւ դա եթե այսօր դա վիճաբանության հարց չի 17-րդ դարում դա վիճաբանության հարց էր եւ անհրաժեշտ էր ապացուցել մշտապես որ մենք օգտագործում ենք խոզի միսը ելնելով այս հանգամանքներից այսինքն նորից մեր բժշկական գիտելիքը վերածվեց չափածոյի վերածվեց այսպես ասած գրականագիտական դաշտ մտավ եւ այդտեղից գրականագիտական դաշտ մտնելով չափածոյի վերածման ներքև մենք պետք է տեսնենք նաեւ դա հեշտ հիշելու գաղափարը եւ իհարկե մտավ միջկրոնական էլի քրիստոնյա մուսուլմանական հարաբերությունների դաշտ սա է որ մեր բժշկական գիտելիքի շարժի տեսակետից շատ հետաքրքիր է որ պետք է բացատրել թե ինչպես է շարժը տեղի ունեցել կամ մենք տեսնում ենք 18-րդ դարի մի հեղինակ Ասբար Հադամ, որը գրել է մալարիայի մասին, գրել է բանաստեղծություն թե մալարիան ինչպես ենք մալարիայով հիվանդացել ընդհանրապես եւ դա ինչ է բերել իրեն եւ այլն ինչ սիմպտոմներ ունի ինքը ինչպես է իրեն զգում եւ այլն եւ երբ որ կարդում ես այդ բանաստեղծությունը թվում է թե ինքը գրական ստեղծագործություն է իսկ հեղինակը որ հիվանդ է եղել բացատրել է թե իր զգացողությունները բայց երբ որ դու կարդում ես այդ ստեղծագործությունը դու զգում ես որ այնտեղ մալարիա հիվանդության բոլոր ախտանիշները կան եւ ինքը ունի ոչ թե գրական արժեք ավելի շատ, այլ ինքը ունի հենց ուսուցողական այն խնդիրը, որ ես ձեզ ասեցի, չափածոն օգտագործվել է ուսուցողական նպատակով, ունի այդ արժեքը, այսինքն մարդը, եթե այդ չափածոն սովորի, արդեն դրանով, թեկուզ ինքը պատմում է իր մալարիայով հիվանդանալու մասին, կհասկանա կճանաչի մալարիա հիվանդությունը, եւ դա շատ ավելի մեծ լսարանի, ուրեմն հասանելի կլինի կամ ասենք մի այլ ստեղծագործություն նորից որ թվում է թե չէ գիտեք ինչպես ես ասացի ուրջուզաները կամ չափածոն այդքան չի մտել հայկական իրականություն բայց քանի որ դա մտել է ավելի շատ գրականություն մտել է բանաստեղծություն թվում է թե դա կապ չունի բժշկության հետ ոչ դա ուղղակիորեն կապվում է բժշկության հետ 17-րդ դարում Դավիթ Սալաձորցին որ գրել է Գովասանք ծաղկանց ստեղծագործությունը շատ սիրուն հիանալի 100 ծաղկին նվիրված մի ստեղծագործություն է եւ այստեղ Դավիթ Սալաձորցին շատ երկու կարևոր մեծ գործ է արել։ Նախ երբ որ դու կարդում ես ստեղծագործությունը, ինքը իր կառուցվածքով նման է բժշկական աշխատության, որովհետև սկզբում գնում է այդ հեղանյութերի պատմությունը, դրանց կապը բնության երևույթների, եղանակների եւ այլնի հետ, որը հեղանյութերի տեսության մեջ կա։ Հետո արդեն անցնում ենք բույսերի, ծաղիկների անուններին, թե որը երբ է ծաղկում, ինչ գույն ունի եւ այլն, այսինքն սահմանափակ, բայց ինքը ծանոթացնում է ծաղիկների հետ, տալիս է հերթով, թե որը երբ է ծաղկում եւ այլն։ Եվ այստեղ ինքը ոչ թե ունի միայն բնապաշտական նշանակությամբ ստեղծագործությունը, ինչպես մինչ այժմ դա մեկնաբանվել է։ Այստեղ կա բժշկական գիտելիք, այստեղ կա գիտելիք սովորեցնելու, ճանաչելու ծաղիկները եւ մյուս կողմից այդ ծաղիկների անունները հայացնելու խնդիր, որովհետեւ օգտագործվել է հայկական անունները, ինչը շատ կարեւոր երևույթ է այս բնակավարում, որովհետեւ արդեն խոսեցինք մենք տերմինոլոգիայի մասին եւ քանի որ տերմինոլոգիայի մասին ենք խոսում, պիտի ասեմ, որ երբ որ ես սկսեցի զբաղվել այս ծրագրերով, ընդհանրապես առաջին ինձ գրավող նյութը դա լեզուն էր եւ լեզուն էր որովհետեւ գրված էր արաբապարսկական, թուրքական բառապաշարի այսպես հագեցվածությամբ եւ թերևս առաջին միտքը որ պետք է դրանով զբաղվել դրա հետ է կապված եւ ես խումբ կազմեցի որտեղ ընդգրկել եմ նաեւ արաբագետ, թուրքագետ, նաեւ դեղագետ Եվ իհարկե մեր այս խումբը ֆինանսավորվում է աշխատանքները ֆինանսավորվում է Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեի կողմից եւ պիտի ասեմ որ խնդիրը հենց սա էր մեր ծրագրերի լեզուն ուսումնասիրել հանրալեզվաբանության տեսակետից ինքը լեզվի եւ մնացած այլ հանրային այսպես ավելի բարձր ընդհանուր ասեմ կառույցների եւ այլնի հետ կապի տեսանկյունից լեզուն առանցքը դիտարկելով Շատ հետաքրքիր է։ Ես ինչ այլոց ուզում եմ այդ հարցը տալ, չնայած խոսել ենք մի քանի այդպես ըմփանցիկ անցել ենք, որովհետև մի բան կա մեր հայագիտության մեջ, որը ինձ շատ հուզում է, դա էլի մի քիչ բողոք եմ այդ առումով, դա
չափազանց տրվելն է այլալեզու տպագրություններին։ Ես հասկանում եմ, որ ժամանակակից աշխարհ է, նյութի հանրայնացում կա, միջազգայնացում կա, բայց այն անտեսումը, որ ես այսօր տեսնում եմ հայերեն տեքստերի նկատմամբ, ինձ ուղղակի սարսափեցնում է։ Ես վախենում եմ, որ գալու է մի ժամանակ, երբ որ մենք նոր տերմիններ չենք ունենա հայերեն թարգմանված։ Եվ ես արդեն դա հանդիպում եմ ցեղասպանագիտության մեջ մենք ունենք տերմիններ, որոնք հայերեն չեն թարգմանվել։ Ինչի չեն թարգմանվել, որովհետև հայերեն երբեք չի գրվել դրա մասին։ Գրվել է անգլերեն։ Եվ այդ առումով ուզում եի հասկանալ, ինչքանով են այն ժամանակ հասկացել այդ խնդիրը, որ պետք է տերմինները անպայման ունենան հայկական համարժեքներ։ Դες դու նշեցիր ծաղիկների անուններն էին կփորձում հայերեն համարժեքներ տալ։ Ես հասկանում եմ ժամանակի անգլերենը արաբերենն էր, չէ՞, այն ժամանակվա գիտական լեզուն անգլերենն էր, հասկանում եմ, որ հունարենից են շատ բան եկել, որտեղ հունարենը սկզբն աղբյուրն էր, արդյոք փորձում էին իրենք թարգմանեին դրանք հայերեն։ Իհարկե, ես հենց նոր խոսեցի այդ բառարանների մասին, դեղաբանական եւ ախտաբանական բառարանների մասին։ Չէ, մի բան է ուղղակի բառային հայականացնել, այլ բան է հորինել նոր տերմիններ։ Հորինել նոր տերմիններ, մենք կարող ենք նշել տերմինների տեսակետից, որ հորինել եւ դրանք դրել է գործածության մեջ Մխիթար Հերացուն։ Սա մի այլ Մխիթար Հերացին այլ այսպես ասած մտքի, ինչպես ասեմ, գիգանտ է եղել։ Եվ նա շատ մեծ դեր է ունեցել թե բժշկական գիտելիքի մեթոդաբանական առումով ներկայացման եւ նաեւ ինքը շատ մեծ ներդրում է ունեցել հայկական տերմինների օգտագործման։ Եվ մենք չպիտի նսեմացնենք այն, որ մեր բժշկարաններում եղել են նաեւ հայկական տերմիններ կամ մեր հեղինակները փորձել են ստեղծել հայկական տերմիններ, հայկական դրանց համարժեքները, նույնիսկ կարող ենք աշխատությունից աշխատություն, որը հիմա մենք անում ենք, հետևել տվյալ տերմինի զարգացմանը, որտեղ է ընթացվել, աշխարհագրական որ տարածքում, ասենք, հայերեն տերմինի օգտագործումը ընդհատվել է եւ դրա փոխարեն ասենք սկսել է գրվել թուրքերենը եւ հետո որ էլի շրջանում կամ ում մոտ այդ տերմինի հայերեն թարգմանությունը եթե նույնիսկ տեքստում չի օգտագործվել ապա ստեղծվել է բառարան եւ այդ բառարանում բերվել է հայկական տերմինը տերմինաստեղծման առումով ես պետք է նշեմ Մխիթար Հերացուն եւ դրանից հետո թերևս մինչեւ 18-րդ դար այդ տերմինաստեղծումը ոչ թե ստեղծվել, այլ պարզապես համարժեքների փորձել են համարժեքները գտնել։ Ինչու եմ ես դա ասում, որովհետև օրինակ տեսնում ենք գրված է արաբերեն, պարսկերեն, հայերեն, բառարան։ Եվ այդ արաբերեն, պարսկերեն, հայերեն բառարանում տեղեր կա որ հայերենը գրված չի, որովհետև ինքը գրված է, գրել է, այնպես ինչպես հայտնի է ժողովրդի մեջ, արաբերենով գրում է, արաբերենով նույն բառը գրում է։ Այսինքն ոչ թե փորձել է ստեղծել նոր բառ, այլ այն ինչ որ հայտնի է ժողովրդի մեջ, նորից գրել է որ դա այդպես էլ հենց հայտնի է։ Դե ես այստեղ մի բան էլ նշեցի, ասենք պետք է լինել Մխիթար Հերացի այդ գործը անելու համար լեզվի բժշկության որպես պահպանողական մի գիտելիքի, որին անընդհատ այսպես ասած ձեռք տալ, անընդհատ փոխել, պետք է մեծ համարձակություն եւ գիտական մեծ պաշար, բայց այդ երևույթը, որ գոնե, եթե նոր տերմին չէր ստեղծվում, դրա համարժեք օգտագործենք, իհարկե դա եղել է եւ նաեւ ձեր մտավախությունները կապված մեր հայկական եզրաբանության, հայկական ընդհանրապես գիտական տեքստերի ստեղծման, ես մի փոքր այսպես լավատես լինեմ այս հարցում, որովհետեւ ես ինքս բացի այն որ գտնում եմ որ անհրաժեշտություն այս նյութը պետք է նաև անգլերենով ներկայացնել եւ անգլերենով տպագրել հենց նույն այս շրջանում հայերեն հոդվածներ եմ տպագրել եւ շարունակում եմ այդ աշխատանքը երևի ես պետք մտածում եմ մեր գիտնականները պետք է ունենան այդ ներքուստ իրենց համոզմունքը որ իհարկե գրենք գորե ես դա մատենադարանում տեսնում եմ մեր գիտաշխատողները անգլերեն հոդվածներ իհարկե տպագրում են բայց գրքեր մեծ մասամբ որքան է որ դրանք չեն այսպես ասած մտնում հիմա գիտական արդյունքի ինչ որ գնահատման չափանիշ է դա է բանը ցավալին հայերեն գրքեր տպագրվում ցավալին դա է որ մեր գիտպետկոմի պես խելացի ղեկավարությունը ես քանի որ իրենց էլ եմ ասել դրա համար շատ նաև կարող եմ ազատ արտահայտվել երևի չեն պատկերացնում հասարակագիտության առանձնահատկությունները ես միշտ դա ասել եմ քանի որ ղեկավարությունը հիմնականում բնագիտական ոլորտից է իրենք չեն պատկերացնում որ հասարակագիտությունը դա նաև տերմիններ ստեղծել եւ
այդ գիտական տերմինաբանության զարգացումն է, որը Ցավոք սրտի այս բaragայում պրոբլեմատիկ է։ Չգիտեմ, ամեն ինչ խոսեցինք, թե էլի ինչ-որ բան կար բաց թողեց։ Մեկ էլ ես կուզեի մի բան էլ ասել, որ մեզ թվում էր, թե ինչու որտեվ այս թեման էլ շատ հետաքրքիր է, էլի այս թարգմանության խնդիրները շարունակելով, որ թվում էր, թե ասենք մեր հայ բժշկապետները սկսեցին գրել իրենց աշխատությունները, ստեղծվեց հայկական բժշկագիտական դպրոցների այսպես մի մեծ շղթա, մի մեծ շարան, մենք ունեցանք շատ հայ պետներ եւ հայ բժիշկներ, որոնք թողել են աշխատություններ, բայց հետո պարզվեց, որ այո, ինչու՞ չէ, 18-րդ դարում նույնիսկ շարունակվեց էլի արաբերեն տեքստերի թարգմանությունները։ Հետաքրքիր է սա։ Այսինքն ունենք արդեն բժշկական մեծ դպրոց, աշխատություններ, բայց 18-րդ դարում տեսնում ենք, որ թարգմանվել են նորից, ասենք Ալ-Ռազիի գիրքը, որ կոչվում է Բժշկություն 1 ժամում, իր ամբողջ նույնիսկ հիշատակարանով, ամբողջ պատմությունով, թե ինչպես է գիրքը գրվել, ում համար է գրվել, որ ինչպես է Ալ-Ռազին որոշել, որ ինքը կարող է ցույց տալ իր հմտությունները, որ կան հիվանդություններ, որոնք պետք է 1 ժամում կարելի է 1 ժամում բուժել եւ այլն, թարգմանվում է հայերեն։ Սա շատ մի հետաքրքիր բան է։ Կամ Իսա Իբն Ջազլահը, որը 12-րդ դարի հեղինակ է, որ արդեն հղվել էր, այսպես ասեմ, Ամիր Դովլաթ Ամասիացու կողմից, մենք տեսնում ենք, որ 18-րդ դարում կա դրա հայերեն երկաթորակի երկու գրքերի հայերեն թարգմանությունները, այսինքն նորից վերադառնալ արաբակային, այսինքն դեռ 18-րդ դարում հեղինակությունը այդ բժշկության շարունակվում էր եւ հայերեն թարգմանություններ էին լինում։ Կամ ասենք հանդիպում ենք 18-րդ դարում էլի պարսկական մի ախրապատինի, ինչպես արդեն ասացի, Ղարաբադինի Շեֆայի է կոչվում, 16-րդ դարում գրված մի ախրապատին է, որը նորից հավաքված նյութերի վրա կոմպիլյացիա է, այսպես ասեմ, հին հեղինակների, հին գիտնականների, մենք տեսնում ենք, որ դրա հայերեն թարգմանությունն է։ Այսինքն ուզում եմ շեշտել, որ ինչքան էլ ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք մեր դպրոցը կա, այդ թարգմանացան դպրոցը շարունակվում է 18-րդ դարում չեն կորցնում իրենց ակտուալությունը եւ այստեղ սահմանափակվենք, որովհետեւ 19-րդ դարից հետո մեկ այլ շրջան է սկսվում, այստեղ մենք եվրոպական բժշկության շատ ազդեցություն, ռուսական նաեւ, որը այլ այսպես թեմա է, իսկ 18-րդ դարում կարող ենք նաեւ ֆիքսել այս թարգմանությունների միջոցով, որ արաբական բժշկության հեղինակությունը դեռևս չէր մարել։ Հա Եվ դա շատ լավ արտացոլվում է տեքստերում, ընդհանրապես մենք վերադարձանք մեր խոսակցության սկիզբը, որ շատ դեպքերում սոցիալական երևույթները, սոցիալական զարգացումները շատ հարուստ, այսպես աղբյուրագիտական նյութ ունենք այդ երևույթների հենց բժշկարաններում եւ բժշկական զարգացումներում։ Շատ հետաքրքիր է, ասում եմ, շատ շնորհակալ եմ այսօրվա համար, այսօրվա այս քննարկման համար ու իմ համար շատ բաներ բացահայտեցի։ Ես կարծում եմ, որ մեր լսողները առավել եւս, որտեղ ես գոնե ինչ-որ տարբեր տեքստերում հանդիպում եմ այս տեղեկությունները, իրենց համար երևի լրիվ բացահայտումներ կլինի, այնպես որ շատ շնորհակալություն եւ հաջողություն ձեր գործերում։ Տեսնենք ինչ նոր շերտեր կբացահայտեք Մատենադարանի մեր գանձերից, որոնք իմ մոտ միշտ այդ տպավորությունը կա, որ այնտեղ կան բազմաթիվ նման տեքստեր, որոնց ոչ ոք չի կպել եւ մի օր էլի նորանոր բացահայտումների անսպար գանձարան է, չգիտեմ, միֆականացված է, ոչ, նույնիսկ միֆականացված չէ, շատ այլ ավելի ռեալ է եւ ճիշտ ընկալում է եւ ես ձեզ ասեմ, նույնիսկ այնքան խորն է այդ կարող ենք ասել, այնքան կարելի խորը գնա այդ ընկալումը, որ արդեն ճանաչված տեքստի մեջ դուք կարող եք գտնել այնքան հետաքրքիր նյուանսներ, որոնք ասենք նախորդ հետազոտողը դրա մասին չէր խոսել կամ չէր տեսել։ Գիտության զարգացումը հենց սրանում է կայանում։ Նույնիսկ հայտնի, մեզ բոլորիս հայտնի տեքստում մենք կարող ենք գտնել մի այլ խնդիր, մեթոդաբանական այլ մոտեցմամբ, որը կարելի է բացահայտել, կարելի է ներկայացնել եւ դա միայն նպաստում է գիտության զարգացմանը եւ ավելի հետաքրքիր գիտելիքի կամ ավելի ամփոփ գիտելիքի ստեղծմանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։